Թուրքիայի մայրաքաղաքում սպանված Ռուսաստանի դեսպանի Դին Անկարայից Մոսկվա է տեղափոխվել։ Նույն չվերթով հայրենիք են վերադարձել նաև դիվանագետի այրին ու մայրը։ Վնուկովո օդանավակայանում նրանց սպասում էին Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները։ Ռուս դիվանագետի սպանության պատասխանատվությունը ժամեր առաջ ստանձնեց Սիրիայից հայտնի Ջեյշ Ալ-Ֆաթհ ահաբեկչական կառույցը։ Այն ստեղծվել է Հալեպում կառավարական բանակի և ռուսական զինուժի հաջողությունների ֆոնին և ահաբեկչական մի քանի խմբավորումների դաշինք է։ Կազմում նաև Ջաբհաթ Ալ-Նուսրան և Ալ-Քաիդայի սիրիական ճյուղավորումներն են, կենտրոնատեղին Իդլիբ։ Դեսպանի սպանության գործով ձերբակալվել է 13 մարդ, քննչական աշխատանքները համատեղ իրականացնում են թուրք և ռուս իրավապահները։ Հիմա իրականացվում է Անդրեյ Կարլովի ստոր սպանության բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննություն։ Այս փուլի համար մեր հատուկ ծառայություններին հանձնարարում եմ ուժեղացնել մեր դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանությունը և այդ մասով ակտիվացնել գործակցությունն այլ երկրների հատուկ ծառայությունների հետ։ Անդրեյ Կարլովի հուղարկավորությունը կկայանա վաղը, արարողությանը կմասնակցի նաև Վլադիմիր Պուտինը։ Անի Ավետյան, ժամը լրատվական։